Պարոն քաղաքապետ, տեղեկացնում եմ, որ Երևան քաղաքում մեկնարկել է գնացությունների թարմացման աշխատանքներ, ըստ կազմված ժամանակացույցի աշխատանքները կավարտվեն մինչև դեկտեմբեր ամիս ամբողջությամբ թարմացված կլինեն։ Կարող եմ ըստ վարչական շրջաններով ասեմ ժամկետների, եթե կարիք կա։ Կա։ Կենտրոնը կավարտվի հոկտեմբերի վերջ, նոր Քանաքեռ, Զեյթուն, Մալաթիա, Սեբաստիա, Ավան վարչական շրջանները կավարտվեն նոյեմբերի ընթացքում եւ Արաբկիր, Շենգավիթ, Նոբարաշեն, Դավթաշեն, Աչափնյակ, Նոր Քմարաշե, Վերեբունին մինչև դեկտեմբեր։ Առաջին 10 օրը։ Պարոն Հարությունյան, հաջորդ տարվա մեր գնումը, որ պետք է իրականացնենք, արդեն նոր պայմաններով եք գրել։ Պարոն քաղաքապետ, դրա մասով որոշ տեղեկություն է պետք, մասնավորապես այն փողոցների ցանկը, որոնք առաջիկա 2 տարվա ընթացքում գոնե վերանորոգման աշխատանքներ չեն արվելու, դա շին բարեկարգումից պատրաստվում ենք վերցնենք, որպեսզի ծավալները հասկանանք հստակ այլ տիպի գծանշում կիրառենք թե այդ փողոցներում, իսկ մնացածը որտեղ վերանորոգման աշխատանքներ պլանավորվում են, նույն ներկայությամբ գծանշումը շարունակենք անել։ Շատ լավ, այսինքն մենք հաջորդ տարվանից սկսելու ենք տերմոպլաստով Այո, ծավալները կավելանան։ Իսկ պարոն Գրիգորյանի հետ քննարկել եք սպասարկման վերաբերյալ, այսինքն երբ որ ճանապարհը հանձնում ենք սպասարկման որևէ մի ընկերության, ենթադրվում է, որ բացի ասֆալտապատումից նաև այդ տեսակ աշխատանքները պետք է իրենց տանք, այսինքն կամաց եթե անցնելու ենք այդ սպասարկման տարբերակին, այս ամենը մի փաթեթի մեջ է պետք դնել եւ դնել արդեն հաղթող կազմակերպության վրա։ Նախնական քննարկում եղել է, եթե չեմ սխալվում, պիլոտային որոշվել էր, մանրամասն կզեկուցենք դրա մասին։ Խնդրեմ, պարոն Գրիգորյան։ Պարոն քաղաքապետ, մենք հենց տրանսպորտի վարչությունից ենք վերցրել վերջին տարիների ընթացքում արված գծանշման ծավալները, որի հիմքով են կառույցը կազմել, տարեկան թե ինչքան գծանշում պետք է արվի ու նաև հենց տերմոպլաստով է հաշվարկն արված։ Նաև նշեմ, մենք ամբողջությամբ ծավալաթերթերը ունենք, որտեղ հենց գծանշումը նաև ներառված է մեջը, մենք այն քննարկման փուլում ենք, պիլոտային անում ենք 1 տարով հասկանանք ինչ խնդիրներ ունենք, թե միանգամից արդեն 3 կամ 5 տարով ճանապարհները հանձնենք սպասարկման։ Ես առաջարկում եմ ամեն դեպքում մի հատ պիլոտ անենք հաջորդ տարի։ Եվ դա նշանակում է, որ պիլոտի մեջ ներառվում է ճանապարհի սպասարկումը իր բոլոր կոմպոնենտներով, որպեսզի բոլոր խնդիրները հասկանանք, եւ գծանշումները նույնպես, բայց դա նաեւ նշանակում է, որ պարոն Հարությունյան, դուք պետք է շարունակեք հաջորդ տարվա համար կազմակերպել տերմոպլաստով գծանշումներ, այն բոլոր ճանապարհներին, որոնք 2-3 տարվա ընթացքում չեն հիմնանորոգվելու, միջին նորոգման չեն ենթարկվելու, մնացածի մասով էլ գծանշումները սովորական ձևով, որոնք որ ենթակա են, այսինքն այնքան որ ընթացիկ վիճակը սպասարկենք եւ արդեն պիլոտը երբ որ հաջորդ տարի կամփոփենք 2025 թվականին կարծում եմ ամբողջապես կանցնենք ամբողջական սպասարկմանը բոլոր խնդիրները երբ որ վերհանենք հաջորդը Հասարակական կարգի պահպանության ծառայության հսկողական 255 ներկայացնել տեղեկատվություն Մայրաքաղաքի վարչական տարածքում հասարակական կարգի պահպանության ծառայության գործառույթների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների եւ դրանց արդյունքների վերաբերյալ Պարոն քաղաքապետ, հայտնում եմ ձեզ, որ հաշվետու ժամանակահատվածում աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են թվով 37 վարչական իրավախախտման դեպքեր։ Մասնավորապես կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակները կազմակերպված չլինելու վերաբերյալ թվով 16, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ինքնակամ շինությունների իրականացման թվով 10, շենքերը շինությունները ոչ նպատակային նշանակության օգտագործման համար թվով 4 արձանագրություն։ Ներկայումս իրականացվում են թվով 7 վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննարկումներ վարչական իրավախախտումների փաստերի կապակցությամբ, մասնավորապես թվով 2 վարչական վարույթ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի շինարարական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ թվով 3 վարչական վարույթ Երևան քաղաքի ավականու համար 405 ենորոշման պահանջները չկատարելու վերաբերյալ թվով 1 վարչական վարույթ շենքեր եւ շինությունները ոչ նպատակային նշանակության օգտագործման համար թվով 1 վարչական վարույթ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման եւ իրացման վերաբերյալ տեղեկացնում եմ նաեւ որ հաշվետու ժամանակահատվածում ծառայության նախաձեռնությամբ կազմակերպվել եւ իրականացվել են թվով 7 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ այսքանը շնորհակալություն Շնորհակալ եմ, պարոն Գյուլզադյան, տեմպը չթուլացնեք։
Հաջորդ Եկամուտների հաշվառման եւ գանձման վարչությանը սկողական 207 ներկայացնել տեղեկատվություն պարտքային գործիքակազմի կիրառման նպատակով անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։ Պարոն քաղաքապետ, նախագծի փաթեթը դեռևս շրջանառության փուլում է, չենք ստացել կարծիքներ, ունենք աշխատանքային քննարկումներ, բայց դեռևս ուշացնում են։ Միաժամանակ կատարվում են աշխատանքներ կարողությունների զարգացման ուղղությամբ, կենտրոնական բանկի հետ մշակում ենք ծրագիր մեր աշխատակիցներին համապատասխան վերապատրաստում անցնելու ուղղությամբ։ Մի հատ ինձ այսօր ցանկը կտակ ում մոտ այդ շրջանառության մեջ ես անձամբ մեյլ կգրեմ այդ բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, որ ամփոփենք արդեն անվերջանալի չենք կարող քննարկել։ Երկու մարմին է ֆինանսների նախարարություն, կենտրոնական բանկ։ Շատ լավ, երկուսին էլ կգրեմ այսօր։ Հաջորդ